Ողջույն, եթերում Բուժինֆոն է, լավագույն բժշկական տեղեկատվական հաղորդումը։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ մոտակա 45 րոպեների ընթացքում մենք միասին կքննարկենք մի քանի առողջական թեմաներ։ Առաջին եւ գլխավոր թեման նվիրված է լինելու պրոկտոլոգիական խնդիրներին, խնդիր, որից շատերը ամաչում են, որով շատերը տառապում են, եւ մենք այսօր ձեզ առաջարկելու ենք լուծման հնարավորինս արագ, հեշտ եւ անցավ միջոցներ։ Այնուհետեւ իհարկե մանկական հատվածներն է խորհուրդներ մանկաբույժից, դրանից հետո մարզումներ մեր գործընկեր Ribek սպորտային ակումբում, այնուհետև կվերադառնանք եւ կբացահայտենք գեղեցկության գաղտնիքները Արգինե Դավթյանի հետ, անպայմանորեն կպատրաստենք համեղ եւ օգտակար սնունդ եւ իհարկե չենք մոռանա հետեւել Բերանի Խորոջի անվտանգությանը Սոնատո ստոմատոլոգիական կլինիկայում։ Այս ամենը մոտակա 45 րոպեների ընթացքում հիշեցնեմ մենք ունենք հրաշալի գործընկերներ, դա իհարկե հայ-ամերիկյան առողջության կենտրոնն է, որտեղ աշխատում եմ ես, իմ գոլեգաները եւ որտեղ մենք ունենք աշխարհի լավագույն սարքավորումներ ձեր առողջությունը պահպանելու եւ վերականգնելու համար։ Դա IMAS միակ ռոբոտացված կենտրոնն է տարածաշրջանում, որտեղ ժամերի ընթացքում կվերականգնեն ձեր կորցած մազերը եւ դա իհարկե Bonfarm ընկերությունն է իր նոն-ստրես միջոցով, որ կհանգստացնի ձեր նյարդային համակարգը եւ որ ձեր բերելու համար կարող եք զանգել նշված հեռախոսահամարով։ Եվ այսպես ինչպես միշտ մենք սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին։ Թութքը մարդկանց ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Ըստ վիճակագրության մեր երկրի մեծահասակ բնակչության 1000 հոգուց 130-ից 145-ն ունի այդ խնդիրը։ Թութքի առաջացմանը նպաստող գործոններից է նստակյաց եւ քիչ շարժուն կենսակերպը, փորկապությունները, դժվարացած կղման ժամանակ գործադրվող ճիքերը, ոչ ճիշտ սնուցումը, հղիությունը, ալկոհոլի չարաշահումը։ Մեկ այլ շատ տարածված խնդիր է ուղիղ աղիքի խուղակը կամ քրոնիկ պարապրոկտիտը։ Այս հիվանդության ժամանակ դիտվում է հարուղիղ աղիքային բջջանքի քրոնիկ բորբոքում։ Ուղիղ աղիքի խուղակի դեպքում հիվանդների 30%-ն ընդհանրապես բժշկի չի դիմում, մինչև սուր պարապրոկտիտին հաջորդող խուղակի ձևավորումը։ Սուր պարապրոկտիտով հիվանդների միայն 40%-ն է ժամանակին դիմում բժշկի, բայց նրանցից էլ ոչ բոլորն են ենթարկվում արմատական վիրահատության։ Հիվանդները բժշկի են դիմում շեքի շրջանում խուղակի արկայության կամ հետանցքից թարախային արտադրության գանգատներով։ Թե թութքի, թե ուղիղ աղիքի խուղակների բուժման արմատական մեթոդը վիրահատությունն է։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, մեր այսօրվա առաջին հյուրը ցիտոբժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ էնդոսկոպիստ Վարդգես Հովսեփյանն է։ Ողջույն։ Բարեցես։ Եվ սկսենք միանգամից թեմայից, երբ որ մենք խոսում ենք պրոկտոլոգիական խնդիրների մասին, իհարկե բոլորը միանգամից պատկերացնում են թութքը, բայց թութքից բացի, գեմառոյից բացի կան նաև այլ խնդիրներ։ Եկեք միած հենց արագ փորձենք անցնենք, հետո արդեն խնդիրների լուծման մասին։ Ինչ կարող է տեղի ունենալ այդ հատվածում։ Պրոկտոլոգիական խնդիրները տարբերում ենք բարոյական ընթացքով պրոկտոլոգիական հիվանդություններ, ինչպիսիք են թութքը, ճաքը, խուղակները, պերիանալ աբսեսները, պերիանալ կոնդիլոմաները, Այսինքն այնպես չէ, որ այդտեղ մի հիվանդություն է։ Շատ հիվանդություններ կարող են լինել, աղիքների բորբոքային հիվանդությունները կարող են դրսևորվել նաև այդ շրջանում, անորեկտալ շրջանում բորբոքման process-ով կամ խուղակների տեսքով, ինչպես նաև չարորակ հիվանդությունները, ուղիղ աղիքի ուռուցքը, անալ կանալի ուռուցքը։ Դա արդեն առանձին մի ամբողջ թեմա է, հայո։ Շփոթվում են հիվանդների կողմից շփոթվում են թութքի հետ։ Այսինքն, եթե դուք ունեք հետանցքի հատվածում, այսպես ասենք, ինչ որ խնդիր, ցավ, դա պետք չի միանգամից մտածել, որ ձեր մոտ թութք է։ Ձեր մոտ կարող են լինել տարբեր հիվանդություններ եւ անպայմանորեն պետք է դիմել բժշկի, որովհետեւ այո, դրանց մի մասը կարծես թե այսպես թեթև ընթացք ունեցող եւ ճակերտավոր, ասենք, անվտանգ հիվանդություններ են, բայց դրանց մեջ կարող է լինել եւ չարորակ նորագույացություններ, որոնք բնականաբար բուժվում են այն դեպքում, երբ դուք դիմում եք վաղ этаպներում։ Եվ այսպես եկեք նշանները, առաջին նշանները, ինչ է տեղի ունենում մարդու մոտ, ինչ է մարդը որոշում, որ ինքը պետք է գնա պրոկտոլոգի մոտ։ Ամենատարածված ախտանիշները, դրանք ցավն են, հետանցքի շրջանում, դիսկոմֆորտը, լորձային բնույթի արտադրությունը, այտուցը, ուռածությունը, թարախային բնույթի արտադրությունը, այս գանգատների դեպքում հիմնականում այս գանգատներով են դիմում հիվանդները բժշկի, նաև այս ամենը կարող է ուղեկցվել լուծով, փորկապությունով, որը շատ հաճախ ուղեկցում է պրոկտոլոգիական հիվանդություններին։ Ով է ձեր հիվանդը։ Դա կին է, տղամարդ է, ինչ տարիքի է, դասական, ձեր ամենատարածված, այլ որ ամենայն հավանականությամբ, ովքեր են ձեր հիվանդները։ Նկարագրեք ձեր հիվանդին։ Չափահաս տարիքի, կին կամ տղամարդ,
հիմնականում մինչև 65 տարեկան հասակն են դիմում այդպիսի գանգատներով։ Ինչ ուղեկցող բաներ կան, որ օրինակի համար շատ հաճախ, չգիտեմ, օրինակի համար կապ ունի, որ օրինակ շաքարային դիաբետ ունի կամ չէ, կամ ինչ որ այլ ինչ որ հիվանդություններ, կան ինչ որ բաներ, որոնք կապված են կոլոպրոստատով։ Որից այդպիսի հիվանդության հետ ուղղակի կապ չկա, բայց օրինակ կյանքի ռիթմ, ասենք նստած աշխատանք, հիմնականում նստակյաց կյանք վարող մարդկանց մոտ է հանդիպում եւ որոնք ունեն թութքի մասին է խոսքը ավելի շատ եւ որոնք ունեն փորկապություն։ Լավ։ Եկեք նա ֆիքսվենք այս պահին թութքի վրա։ Մենք ասացինք, որ տարբեր հիվանդություններ, բայց ամենատարածված այնուամենայնիվ երևի թե թութքն է, եւ փորձենք հասկանալ, մենք շատ լավ անիմացիա ունենք, որպեսզի ցես հեշտ լինի բացատրել, թե ինչ է իրենց ներկայացնում թութք ասած այդ գեմառոյ ասածը որտեղից է առաջանում եւ ինչ է տեղի ունենում։ Դա այստեղ մենք տեսնում ենք վերջնաղին եւ կբացատրեք ինչ է տեղի ունենում։ Թութքային հանգույցները այտուցվում են, մեծանում են եւ որոշակի ստադիայում արդեն արտանկում են։ Այսինքն մենք կարող ենք ունենալ արտաքին, ու կարող ենք ունենալ ներքին հանգույցներ։ Արտաքին թութքային հանգույցները անալ կանալից դուրս են, ներքին թութքային հանգույցները գտնվում են անալ կանալի ներսում եւ տարբերում ենք 4 աստիճան թութքի։ Առաջին աստիճանի դեպքում հանգույցները ընդհանրապես չեն արտանկում, բայց կարող են արյունահոսել։ Երկրորդ աստիճանի դեպքում դրանք արտանկում են եւ ինքնուրույն նորից գնում են իրենց տեղը հետ։ Երրորդ աստիճանի դեպքում կարիք է լինում միջամտություն անել, որպեսզի մատնային հիմնականում պացիենտները, որպեսզի թութքային հանգույցները վերադառնան նորից աղիքի լուսանցք, իսկ չորրորդի դեպքում որևիցե միջամտություն չի բերում նրան, որ աղիքի լուսանցք վերադառնա միշտ արտանկած վիճակում, որպես կախված է։ Հիմա ինձ կբացատրեք ինչ է այդպես ստացվում, որ մեկի մոտ փաստորեն առաջանում է թութք, մեկի մոտ չի առաջանում։ Որոնք են ինչ է տեղի ունենում, ինչ է այդ հանգույցները այդպես ձևավորվեցին։ Հիմնական մեծ ազդեցություն ունի այստեղ թե ինչպես են գործում աղիքները, փորկապությունները մեծ դեր ունեն, ուղղակի կապ կա փորկապությունների եւ թութքի առաջացման մեջ։ Այսինքն ամեն անգամ սխմելով գնում է, սխմելով գնում է եւ հյուսվածքների այդ հյուսվածքները թութքային հանգույցները իրաց էլաստիկություն են կորցնում այդ դժվար դեֆեկացիայի ժամանակ եւ տենց տարիների ընթացքում արդեն արտանկում են։ Կա ինչ որ ձև, որ մենք չհասնենք վիրահատական բուժման։ Կան ինչ որ, ես գիտեմ, որ կան մոմիկներ, կան ինչ որ դեղամիջոցներ, այսինքն ինչ են դրանք անում եւ արդյոք դրանք էֆեկտիվ են, կամ կարելի է ինչ որ մի բան անել, այ գնացինք ասում ես ասեցին առաջին աստիճանի թութք է, կարող եմ ինչ որ մի բան անել, որ չհասնի դառնա 4-րդ աստիճան։ Ինչ որ ձեւ կարող եմ կանգնացնել այդ этап, թե սենց տենես բոլորինը գնալ։ Այստեղ շեշտը հիմնականում դրվում է փորկապությունների կանխարգելմանը եւ սննդակարգի մեջ մանրաթելերի եւ հեղուկների ավելացումը բերում է նրան, որ փորկապությունները վերանում են, իսկ փորկապությունների վերացումը բերում է նրան, որ թութքը չի անցնում ավելի խոր էտապների։ Երբ ենք սկսում վիրահատել։ Այ երբ է, այ որ հիվանդին եք դուք ասում, այ քեզ հիմա մենք դիետա կնշանակենք ու դու կգնաս քեզ համար սա կարգավորվի, որ հիվանդին ասում ես կներեք, բայց դուք պետք է վիրահատվեք։ Վիրահատությունը ցուցված է այն հիվանդներին, որոնք քիչ ինվազիվ մեթոդներով կամ կոնսերվատիվ միջոցներով հնարավոր չի որոնց մոտ ստանալ։ Այսինքն սկզբից սկսում ենք դեղորայք, եթե չստացվեց, հետո գնում ենք։ Դեղորայքը որպես կանոն ունենում է կարճատև արդյունք, այսինքն եթե կա այդ պահին արյունահոսություն, կարելի է դեղորայքով կանգնեցնել այդ արյունահոսությունը կամ կա սուր բորբոքում դեղորայքը այդ ժամանակ օգնում է։ Իսկ երկարատև ազդեցություն դեղորայքը չունի։ Այսինքն եթե ուզում ենք վերջնական հարցը լուծել, ապա վիրահատություն։ Կամ քիչ ինվազիվ մեթոդներ կամ վիրահատություն կախված թե որ փուլում է գտնվում, ինչ էտապում է գտնվում։ Հիմա եկեք այդ բոլորը այնուամենայնիվ վիրահատությունից վախենում են։ Վիրահատություն բառը ասում ես, ուզում եք դա կոչվի քիչ ինվազիվ, ուզում եք կոչվի լայնամասշտաբ, միևնույն է կոչվում է վիրահատություն եւ բոլորը վախենում են։ Եկեք փորձենք բացատրել ինչ ունենք այսօր թեթև, զգույշ, արագ տարբերակներից ամբուլատոր, այնպես որպեսզի պացիենտը չմնա հիվանդանոցում, նույն օրը գնա տուն։
Հիմնականում բոլոր քիչ ինվազիվ միջամտությունները կատարում են ամբուլատոր պայմաններում եւ ազգայացման կարիք չունեն կամ ընդհանրապես ունեն տեղային ազգայացման կարիք։ Ամենատարածված եղանակը ներքին թութկային հանգույցների լիգավորումն է։ Այս հետաքրքիր սարքի օգնությամբ։ Հա, վակուումային լիգատոր է։ Սա վակուումային լիգատոր է։ Որի օգնությամբ այս օղը հագցում է թութկային հանգույցի հիմքի մոտ։ Եվ սեղմում։ Լուսանցքում ստեղծում է վակուում, որը ներքաշում է թութկային հանգույցը սարքի մեջ եւ սեղմելու օգնությամբ արձակում ենք։ Կարող եմ ես այնպես անենք, որ մեր հեռուստադիտողը տեսնի, տեսեք, խոսքը վերաբերում է սև օղակի մասին, ինչ է իրենից ներկայացնում։ Ռետինե օղ է։ Ռետինե նման, ահա։ Փաստորեն քաշում ենք հանգույցը ներս, հա, այսպես մատով ցույց տա մոտավորապես, եւ սա սեղմում ենք, սեղմելուց ինքը արձակում է։ Եվ գալիս է սեղմում։ Թութկային հանգույցի հիմքը բռնում է։ Բռնում է թութկային հանգույցը սեղմում է, այստեղ անոթներն աստեղվում, սնուցումը կանգնեցվում է, այսպես ասած, եւ որոշ ժամանակ հետո հիմնականում 7-ից 10 օր 7-ից 10 օր ատևում թութկային հանգույցը ռետինի օղի հետ միասին ընկնում է, տեղում ձևավորում է փոքրիկ խոց, որը ֆիքսվելով աղիքի պատին լորձաթաղանթը թույլ չի տալիս, որ հետագայում արտանկում լինի լորձաթաղանթի։ Կարող եմ կոպիտ ասել, որ օղակը հագցնում ենք հանգույցի վրա, հանգույցը չորանում, պոկվում, ընկնում է։ Պարզ կոնկրետ բացատրություն, փաստորեն ընդամենը այն սեղմում է եւ մեխանիկորեն արյունամատակարարում դադարեցվում է եւ պոկվում, ընկնում է։ Այո։ Գնացինք առաջ։ Մենք ունենք այստեղ հրաշալի սարք, լիգաշուն ցանկացած վիրաբույժ գիտի, ունի տարբեր ծայրատներ, տարբեր երկարության։ Հիմա ո՞նց եք դուք օգտագործում եւ ինչ եք անում։ Լիգաշով կատարում ենք թութքահատում։ Եվ քանի որ ինքը ունի որոշակի առավելություններ ստանդարտ վիրահատության համեմատ, այդ առավելությունները մենք կարող ենք ակապ ցույց տալ, այ պատկերացնենք, որ այ սա, ասենք օրինակի համար հյուսվածքն է, հանգույցն է, եւ տեսենք թե ինչ է անում լիգաշուն, նախ սեղմում է հյուսվածքը, եւ հյուսվածքի մեջ գտնվող անոթները, այնուհետև բարձր հաճախականության հոսանքի շնորհիվ տեղի ունենում կոագուլյացիա, բայց կողքի հյուսվածքները առանձնապես չի վարում, տեսեք, հիմա միլիմետր խորությամբ։ Տեսեք, անկեղծորեն ասեմ, տեսեք, եթե մենք հասկանանք, տեսեք, ծուխտուս եկավ բարձր ջերմաստիճան, այսինքն այրելով կտրեցինք, բայց ես բացարձակ չեմ վախենում, ահա, այսպես կողքը բռնել եմ, իմ ձեռքը չի այրվելու, որովհետև լիգաշուն նման ազդեցություն կողքի հյուսվածքների վրա չի թողնի, եւ սարքը ունի կտրող դանակ իր մեջ, որ օգտագործելով հատում ենք հյուսվածքները, այսպես։ Եվ ընդամենը 1 միլիմետր խորությամբ ինքը։ Եթե թույլ կտաք, ես ցույց տամ մեր հեռուստադիտողին, ահա։ Տեսեք, այստեղ վառած եզրը պարզ երևում է եւ այստեղ տեսեք սովորական հյուսվածքը անվնաս, այնպես չի, որ այսպես ամբողջ հյուսվածքները վնասելով գնաց։ Մոտ 45 աստիճան է մինչեւ տականում, ինքը ջերմային հյուսվածքների ջերմային վնասում տեղի չի ունենում, ինչը նաև մեծ առավելություն է եւ անդրադառնում է հետվիրահատական շրջանի վրա, քանի որ հետվիրահատական շրջանում ցավերը հիմնականում պայմանավորված են հեռացված հյուսվածքների, շրջակա հյուսվածքների նաև վնասումով եւ սինկտերի սպազմով, իսկ կիրառելով այս մեթոդը, քանի որ քիչ է վնասում շրջակա հյուսվածքները, նաև հետվիրահատական շրջանում անհամեմատ ավելի քիչ է։ Ինչքան է տևում սովորաբար միջնում այսպիսի վիրահատությունը։ Մոտ 20 րոպե։ Դրանից հետո ինչ է անում հիվանդը։ Դրանից հետո համոզում ենք, որ հիվանդի հեմոդինամիկան կայուն է, ինքնազգացողությունը լավ է եւ եկած գնատուն։ Այսինքն որևէ առանձնահատուկ, իսկ մյուս օրը աշխատանքի գնալ, թե այդ պահին ցավ չկա, ցավերը հետո են սկսում։ Այդ պահին ցավ չկա եւ քանի որ կիրառվում է ռեգիոնալ անզգայացում, ինչը թույլ է տալիս մեզ որոշակի երկարատև ազդեցության անեստետիկներ, տեղային անեստետիկներ կիրառելով հասնել նրան, որ առաջի օրվա ընթացքում մոտ 20-24 ժամվա ընթացքում հիվանդները ցավ չեն զգում վիրահատությունից հետո, իսկ դրանից հետո հետվիրահատական շրջանում ցավերը լինում են անհամեմատ ավելի քիչ,
համեմատած այլ ազգայացման, ասենք ողնուղեղային ազգայացման կամ ընդհանուր ազգայացման հետ։ Այնուամենայնիվ, այո, դուք ինչ եք խորհուրդ տալիս, օրինակ, եթե պիտի գնաս պացիենտը այդպիսի վիրահատության, այդպիսի միջամտության, այ ասում եք գնացեք, չգիտեմ, աշխատանքի տեղում մի 3-4 օր արձակուրդ վերցրեք, թե ասում եք խնդիր չկա, ուղղակի կգաք անգամ օրվա երկրորդ կեսին մենք կանենք, մյուս օրը առավոտյան դուք կգնաք աշխատանքի։ Նախ պետք է հասկանանք, որ սա ամբողջ ծավալու վիրահատություն է, ինչ որ կատարվում է ստացիոնար պայմաններում եւ հաջորդ օրը աշխատանքի իհարկե խորհուրդ չենք տալիս, աշխատանքի կարող են գնալ մոտ 5 օր հետո։ Կախված է իհարկե հիվանդի վիճակից, այս միջինում 5 օր պետք է նաեւ առավելությունը լինի տեսակետից, որ հետվիրահատական վերքերը ավելի շուտ են լավանում, մոտ մի շաբաթ ավելի շուտ են լավանում համեմատած ստանդարտ մեթոդով վիրահատման ժամանակ։ Ամեն դեպքում հարգելի հեռուստադիտողներ, շատ-շատերը ամիսներով, տարիներով տանջվում են, գիտենք, արյունահոսություններ, ցավ, թարախային արտադրություն, բորբոքումներ, ջերմություն, իմաստ չունի, այսօր կան ժամանակակից մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է հարցը լուծել տարածիորեն, տեսեք 20-25 րոպեների ընթացքում։ Հիշեցնեմ այսօրվա մեր հյուրը ցիտոբժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգ էնդոսկոպիստ Վարդգես Հովսեփյանն էր։ Շնորհակալություն, կարծում եմ, որ օգտակար ինֆորմացիան հասավ տեղ, մնում է դրանից նաև օգտվեք, իսկ հաջորդ հատվածը արդեն նվիրված է ծնողներին, խորհուրդներ մանկաբույժի կողմից։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, խորհուրդներ ծնողներին հատվածն է, այսինքն մենք զրուցում ենք մանկաբույժի հետ, իսկ մեր մանկաբույժն այսօր Վիգմոր կլինիկի մանկաբույժ Թամարա Սիմոնյանն է, ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Եվ մենք այսօր խոսում ենք շատ կարևոր թեմայի մասին, դա երկաթի դեֆիցիտն է։ Փորձենք հասկանալ ինչ է իրենց ներկայացնում եւ ինչպես կարելի է շտկել այս վիճակը, որովհետեւ ցավոք սրտի հաճախ հանդիպող վիճակ է երեխաների մոտ այսօր երկաթի դեֆիցիտը, հետո արդեն դուք կարծում եմ կբացատրեք, թե դա ինչերի է բերում։ Գնացինք։ Երկաթ դեֆիցիտը ամբողջ աշխարհում մտահոգիչ մեծ խնդիր է, որովհետեւ բալիկների մոտ շատ հաճախ հանդիպող խնդիրներից է։ Երկաթի դեֆիցիտը առաջանում է մեծ մաս դեպքերում երկաթի ճիշտ չընդունելու պարագայում, այսինքն երբ որ արդեն օրգանիզմում պահանջի եւ ստացված երկաթը չի բավարարում օրգանիզմի աճին զուգընթաց, այդ դեպքում ունենում են երկաթի դեֆիցիտ։ Երկաթ դեֆիցիտային առաջացնող պատճառներից մեկը դա մինչև 1 տարեկան երեխաներին կովի կամ այծի կաթով սնուցելն է։ Անհաստ ծնված կամ ցածր քաշով ծնված նորածիններին երկաթի պրեպարատներ չսկսելն է, երբ որ մինչև 2 շաբաթականը պետք է բալիկներին արդեն սկսվի երկաթը, որովհետև իրենք ներարգանդային կյանքում դա չեն ստանում։ Երբ որ ցածր քաշով կամ վաղաժամ են ծնված լինում, մյուս պատճառներից մեկը երկաթի դեֆիցիտի, որ առաջանում է, եթե 1-ից 5 տարեկան երեխաները օրական 720 մլ-ից ավել կովի կամ այծի կաթ են օգտագործում, երբ որ հավելյալ սնուցման մեջ 6 ամսեկանից հետո միսը, որը ամենաշատն է երկաթը պարունակում եւ երեխաների սննդակարգում պիտի ավելացվում է 7 ամսեկանից ուշ։ Այդ դեպքում էլ ունենում են երկաթի դեֆիցիտի խնդիրը։ Հիմա եկեք շարունակություն, այ ասեցիք ինչ պատճառներ, հիմա պատճառները հասկացանք, ամենակարևորը դա հիմա պակաս է։ Ինչ է լինում դրանից։ Ամենակարևորը ինչի է դա բերում է զարգացման հապաղման, աճի եւ ամենակարևորներից մտավոր զարգացման հապաղումը, որովհետեւ աճի զարգացումը մենք երկաթը լրացներով կարող ենք հետո ապահովել, բայց մտավոր զարգացումը վերականգնել այլևս չենք կարող։ Այսինքն նկատի ունեցեք, եթե ձեր երեխայի մոտ երկաթի դեֆիցիտ եղավ, ձեր երեխան մտավոր լավ չի զարգանա ու հետո դրա մեղավորը լինելու եք միայն ու միայն դուք։ Ոնց եմ հասկանում երեխան ունի երկաթի դեֆիցիտ, թե ոչ։ Առաջին նշաններից փոքր հասակի բալիկների մոտ այդ քաշի վատ ավելացումն է, թուլությունը, գունատությունը, հաճախակի շնչական վարակներով հիվանդանալը բալիկների մոտ։ Զգում ենք, որ վատ է աճում երեխան։ Ամենակարևորը, ամենահեշտ տարբերակը հաճախասրտություն կարող է բալիկների մոտ լինել, հաճախաշնչություն լինել։ Այո, մենք պրոֆիլակտիկ ունենք երկաթի ստուգումը, դա 9 ամսեկանում է կատարվում, 6 տարեկանում եւ դեռահասային տարիքում։ 9 ամսականում արդեն ես չեմ ուշացրել օրինակի համար։
Չէ՞ որ արդեն ոչ սկրինինգային հետազոտությունը հենց 9 ամսականում է կատարվում։ Այսինքն ես 6 ամսականից Եթե մինչև այդ մենք ունենք ռիսկի խմբի երեխաներ, օրինակ ցածր քաշով կամ կասկած ունենք, այո, այդ դեպքում շուտ ենք որոշելու, բայց սկրինինգը կատարվում է 9 ամսականում։ Երեխայի մոտ սնուցման ամենակարևոր խնդիրներից մեկը դա մսի օգտագործումն է։ Շատ մամաներ ու կանգատուն են ասում են, չի սիրում այդ երեխան, չի ուզում միս ուտի։ Այ իրան բանան ենք տալիս ուտում, խնձոր ենք տալիս ուտում, իր կաթիկներն է ուտում, բայց միս չի հավանում։ Իրականում հենց երկաթ դեֆիցիտից է լինում է, որ ախորժակի խանգարում է լինում եւ ոչ միայն որ վատ ախորժակ են ունենում, այլ նաեւ համի աղավաղում է լինում բալիկների մոտ ու շատ դեպքերում գանգատներից մեկը լինում է, որ բալիկս օրինակ թուղթ է ուտում կամ հող է ուտում, այնպիսի բաներ, որոնք որ ուտելու չեն, երկաթի դեֆիցիտից է առաջանում, այդ դեպքում նույնպես պետք է անհանգստանալ։ Եթե չի ստացվում, մենք կարող ենք արդյոք, հիմա չի ստացվում սնունդի միջոցով, ես կարող եմ արդյոք դեղամիջոցներով կարգավորել ու բարձրացնել երկաթի քանակը։ Եթե դեֆիցիտ ունենք, պետք է հետազոտվի այդ դեպքում նոր միայն դեղորայք օգտագործելով, իսկ շատ հաճախ լինում է հավելյալ սնուցումը սկսելուց բալիկներին պարզ է ավելի հեշտ է իրենց կաթը ուտելը եւ նոր որևէ սննդատեսակ ընդունելը ավելի դժվար է լինում։ Այո, ավելի իրենց համար չեն ուզում շատ ջանք այդտեղ գործադրել, բայց պիտի այստեղ ծնողները ավելի համառ լինեն եւ անընդհատ առաջարկեն, այսինքն մեկ անգամ առաջարկելուց հետո որ հրաժարվում է, այդպես չի լինում։ Պիտի անընդհատ առաջարկել եւ այլընտրանքային տարբերակներ մտածել, այո։ Համեն դեպքում հարգելի հեռուստադիտողներ, երկաթը դա շատ կարևոր է, դա ձեր երեխաների առողջությունն է, դա ձեր երեխաների ամենակարևորը մտավոր զարգացվածությունն է, դա ֆիզիկական զարգացվածությունն է եւ եթե դուք պահը բաց թողնեք, անգամ մի քանի ամիսը կարող է ճակատագրական լինել ձեր երեխայի ամբողջ կյանքի համար, հետո շատ կապծուսեք, բայց կլինի ուշ, որովհետեւ դա թերևս վերականգնել արդեն մտավոր հետ ընկնելը արդեն չի ստացվում վերականգնել, այնպես որ երեխայի երկաթի դեֆիցիտ պիտի երեխան չուտենա։ Ցավոք սրտի Հայաստանում այս խնդիրը կա, ինչպես ամբողջ աշխարհում, սրա մասին մենք խոսեցինք Վիկմոր կլինիկի մանկաբույժ Թամարա Սիմոնյանի հետ, եթե կունենաք հարցեր, ես կարծում եմ արդեն կլինիկայում անհատական կոնսուլտացիաներով այդ հարցերը բոլոր մնացած կպատասխանեն։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ, գնանք գաղտնիքներ բացահայտելու Արգինե Դավթյանի հետ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոյի գեղեցկության գաղտնիքներն են։ Մենք գտնվում ենք Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության կենտրոնում եւ այսօր մեր կենտրոնի մաշկաբան Աշխեն Զաքոյանը, բարև ձեզ բժշկուհի, կխոսի մազաթափության մասին։ Մազաթափություն, որը միշտ եղել է խնդիր, իսկ հետ կովիդյան եւ կովիդյան շրջանում բնականաբար այն ավելի խնդիր է, որովհետեւ չկա մի մարդ, ով կովիդով հիվանդացել է եւ դրանից հետո չունի մազաթափություն։ Բժշկուհի, ինչ բուժումներ եք առաջարկում, առհասարակ ինչպես ենք ախտորոշում, այդ մազաթափությունը բուժվող է, բուժվող չի, որովհետև քանի որ մենք մազերի փոխպատվաստումով ենք զբաղվում, անդրոգեն մազաթափությամբ տղամարդիկ շատ են հաճախում եւ անընդհատ հարցնում են, իսկ բժշկուհի ջան, եթե փոխպատվաստում չի, ապա բուժում հնարավոր է։ Ինչպես ենք դիագնոզում, ինչպես ենք տարանջատում եւ ինչ բուժման մեթոդներ ունենք, որոնք կտան արդյունք։ Իհարկե նշեմ, հիմա շատացել է մազաթափությունը, ամեն երկրորդ հաճախորդը, որ դիմում է մազաթափությունից է, սկսած երեխաներից, արդեն մինչև ավելի հասուն տարիք, կովիդը շատ մեծ դեր է խաղում, որտեվ կովիդից հիվանդացած մարդիկ դա կլինի շատ ծանր տարած կովիդ, դա կլինի առանց սիմպտոմ տարած կովիդ, կարևոր չի ինքը ազդում է միանգամից մազերի վրա եւ մազաթափությունը շատ լուրջ գրանցվում է։ Ունենք շատ հաճախորդներ, ովքեր որ հենց սկզբից ունեցած կովիդի ժամանակ հաճախել են, հիմա արդեն դարել են մեր ընկերները, գալիս են եւ արդեն փարթամ մազեր ունեն, իրենց մոտավորապես 1 ամսվա ընթացքում ստանում են իրենց մեկ պրոցեդուրան, արդեն պահպանելու համար այդ process-ը եւ մենք արդեն կարողանում ենք լուրջ բուժումներ անել մազերի եւ շատ դեպքեր ունեն, որ արդեն իսկ մարդիկ ունեն այն երազած մազերը, ինչի մասին որ երազել են, իհարկե նշեմ, որ կան մազաթափություններ, որոնցով զբաղվել է իմ ուժերից վեր է, որովհետեւ ինչքան էլ մենք բուժում նշանակենք, այդտեղ ֆոլիկուլը արդեն չի կարող արտադրել այն մազը, որը որ կարող է աճել, այդ դեպքում մենք իհարկե փոխպատվաստում ենք անում։ Երկրորդ դեպքում
կատարում ենք բուժում, իհարկե հաճախորդը ասում է, որ լողանալուց հետո ամբողջ մազերը այսպես մնում են ձեռքերի մեջ, թափվում են։ Իհարկե կա կարծիք, որ մոտավորապես 100 մազը դա նորմալ է։ Իհարկե 100 մազը իմ կարծիքով չի կարող այդքան նորմալ լինել, որտեղ օրվա մեջ այդքան մազ թափվելը դա արդեն նորմալ չի գնում։ Բայց երբեմն արթնանում են բարձի վրա ամբողջ մազեր, լողանալուց հետո ամբողջ մազեր, տանը բոլոր բողոքում են որ մազեր։ Նշեմ հիմա մեր այս չարաբաստիկ պատերազմից հետո մեր մոտ հաճախում են շատ զինվորներ ու մոտ որ լուրջ մազաթափություն է գնացել, իհարկե մենք շատ լուրջ իրենցով զբաղվում ենք եւ տղաների մոտ արդեն իհարկե ունենք նշած շատ լուրջ արդյունքներ, որ արդեն լավ մազեր ունենք։ Ինչ ենք անում, մենք ունենք մի քանի տեսակի բուժման մեթոդներ եւ մեր հին մեթոդները եւ ամեն անգամ մենք ձեռք ենք բերում նոր թե ապարատուրա, թե դեղորայք, որով կարող ենք զբաղվել։ Ինչ ենք անում, նախ առաջինը նշանակում է հատուկ բուժում, նշեմ, որ հետազոտություններ են կատարում, տեսնենք ինչ խնդրից է առաջացել այս մազաթափությունը, հա, հենց սկսում ենք անալիզներից, սկսում ենք բուժումներից, հետո պրոցեդուրաներից, ինչ է արվում պրոցեդուրայի ժամանակ։ Պրոցեդուրայի ժամանակ ունենք մի քանի տիպի ներարկումներ գլխամաշկի մեջ, որոնք որ ակտիվացնում են մեր մազարմատը, դա մեր պլազման է, որը հենց մարդու սեփական արյունով է կատարվում, մեր հատուկ պրեպարատները, որոնք արդեն պատրաստի պրեպարատներ են, ակտիվացնում են մեր մազարմատները։ Բացարձակ պրոցեդուրան նշեմ անցավ է եւ կատարվում է շատ փոքրիկ ասեղով, որը որ ոչ մի անհարմարություն չի ստեղծում հաճախորդի համար եւ երրորդը մոտավորապես մի քանի անգամ կատարվում է ֆիզիոթերապևտիկ բուժում։ Ինչ է իրանից ներկայացնում եւ նշեմ, որ այս բուժումը շատ կարեւոր է մազաթափության համար, հատուկ լազեր է, անվնաս լազեր, եթե կատարում ենք գլխի հատվածում, դա բացարձակ անվնաս եւ փոքրիկների եւ մեծերի համար։ Պրոցեդուրան կատարվում է մոտավորապես 5-ից 7 անգամ կամ 10 անգամ, նայած ինչ մազաթափություն ունենք, հա, 5-ից 7 րոպե է հաճախորդից պահանջվում, որ օրվա մեջ գա եւ ստանա իր պրոցեդուրան, մոտավորապես հիմա ես ձեզ ցույց տամ։ Մեր լազերն է, որը որ ամբողջ գլխամաշկի հատվածում մենք սկսում ենք աշխատել, բացարձակ ոչ մի զգացողություն չենք ունենում սրա ժամանակ, ամբողջ գլխամաշկի վրա աշխատելով մենք ակտիվացնում ենք մեր մազարմատները։ Ես ինքս հետ կովիդյան մազաթափություն եմ ունեցել եւ անցել եմ ֆիզիոթերապևտիկ կուրսը եւ բնականաբար այսօր բոլորը տեսնում են, որ իմ մազերը վերադարձել են։ Երևի թե նշեմ, չունենք մեկ հաճախորդ, ով որ բուժումից հետո չի ունեցել արդյունք։ Շնորհակալություն բժշկուհի, շատ արդյունավետ զրույցի համար։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Արգինե Դավթյան էսթետիկ բժշկության կենտրոնում եւ եթերում Բուժինֆոյի գեղեցկության գաղտնիքներն են։ Խոսեցինք մազաթափության մասին, պատճառների, տեսակների եւ իհարկե բուժման տարբերակների մասին, այնպես որ դա այդ խնդիրը այլևս անլուծելի չէ։ Հաճախեք եւ կունենաք գեղեցիկ բարդ մազեր։ Եղեք առողջ եւ գեղեցիկ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, սկսենք մարզվել է, ինչպես միշտ մարզվում ենք Ռիբեք սպորտային ակումբում, այսօր զրուցում եմ Անդրանիկի հետ, ողջույն Անդրանիկ, ես գիտեմ, որ դուք ինչ էր կոչվում Bodypump, եւ փորձենք թարգմանել հայերեն, չնայած հայերեն թարգմանությունը սկզբից որոշեցինք որ չի ստացվում, բայց այնուամենայնիվ փորձում ենք խմբային մարզումներ, որոնց նպատակն է ամբողջ մկանային համակարգի զարգացումը։ Ուրեմն, ասեմ, իհարկե։ So let's means body pump-ը, որ մենք հիմա անում ենք, մի ժամ դեպողությամբ ինքը բարաբունք է, մենք լրիվ մարմնի մկաններն ենք աշխատացնում, սկսում ենք warm-up-ը, որ մկանները դակացնում ենք, տենց հերթականությամբ գնում ենք։ Ինքը օգնում է, որ մեր մարմնի դիմացկունությունը բարձրանա եւ մինչեւ վերջ փորձում ենք մնալ, ավելի քիչ ենք օգնում, շնչառության օգնում է, եթե մեջքի ինչ-որ խնդիրներ ունենք, ինքը օգնում է, այս body pump-ի բարաբունքը։ Այդ դեպքում ես ունեմ հարց։ Դուք ունեք տարբեր խմբեր։ Այո։ Հենց հիմա կողքի սրահում այլ վարժություններ են կատարվում, այլ խումբ է եւ բոլորի երբ որ զրուցում ես, ասում են ամբողջ մարմինը, այ ոնց եք որոշում, որ մեկը պետք է գա այս խմբում, այս վարժությունները անի, մեկ այլը գնա մյուս խմբում, այլ տիպի կամ այ օրինակի համար ձեր sky jumping, այ ինչի է
այս մեկին տալիս եք շտանգան դեսինած այդ գնաք ես ավարտրի։ Դենց ասեմ որ հենց հաջողորդը որ մեկ մեր մոտ առաջ անգամ գալիս է, մենք իրան հարցնում ենք իր նպատակը ինչ է, ինչի համար է եկել, ինքը ինչ է ուզում։ Ամեն մարդ իր ցանկություն ունի, ամեն մարդ իր մարմնի մեջ ուզում է մի տեղ զարգացնի, դրա համար մենք իրան խորհուրդներ ենք տալիս։ Այսինքն այս բարաբունքը մարդիկ գալիս են, ուզում են մենք ոչ շատ ծանր քաշով, ավելի շուտ արդյունքի հասնենք, նույն ժամանակ կալորիա վարենք, դրա համար մենք խորհուրդ ենք տալիս հենց այս բարաբունքը, որ թե ուժային է, թե նույն ժամանակ կարդիո բարաբունքը, այսինքն մարմնի թե ցիմացկողությունը պարսասուն մգաններն ենք զարգացնում եւ նույն ժամանակ ներքաշը մի քիչ իջացնում ենք։ Կարող ենք միանալ ու փորձել։ Ուրեմն ձողը վերցնում ենք, ոտերգոնքի հետ հավասար ենք պահում, ոտի մատները թեպի դուրս, պրեսիցիկ, կրծքավանդակը վերև, ուսերը թեպի հետ, այսի մեր set position-ն է, որ միշտ այո, այնպես, որ միշտ այդ position-ով սկսում ենք։ Այո, ձողը մարմնի մոտ ենք պահում, ոտերի մոտ, իջնում ենք մինչև ձունգի վերև, իջնելու ժամանակ ծնգերը մի քիչ ծալում ենք, ձողը ոտերի մոտ եւ բարձրանում ենք։ Եվ միշտ փորձում ենք ուսերը թեպի հետ, կրծքավանդակը վերև, ուղիղ իջնում ենք եւ բարձրանում ենք։ Հա, բայց իրանք ինչ որ նաեւ ուրիշ գործեր են անում։ Իվան դեթրոյ են անում, որ իջնում ենք մինչեւ ձունգ, վերև բարձրացնում ենք եւ ներքև։ Փորձում ենք ծովը ոտերի մոտ բայել, սկում ենք մեջքի մեջտեղ եւ վերևի մգան։ Իրանց արած տեղը հիմա գնացի։ Վերև, ներքև, ապ։ Ցերկերը ուղիղ ենք պահում։ Այդպես մի քիչ ծովը թեպի հետ, մարմնի մոտ։ Իջնում ենք մոտավորապես հասկացանք, ասեմ որ սկսելու համար բավականին թեթև քաշ են տալիս, ոչ մեկին միանգամից ծանր քաշ են։ Չէ, միշտ սկսում ենք թեթև քաշով։ Որտեղ տալիս թեթև քաշով սկսել միշտ։ Կարծում եմ որ այսպեսի լավ շրջապատում ընկերական կարելի է նաև մարզվել, շաբաթկանի անգամ են գալիս։ 3-ից մինչև 4 անգամ։ Ինքը մենք խորհուրդ ենք տալիս, եթե առաջի անգամը սկսում են 2 անգամ, վերջը գնալով ավելացնեն մինչև 4 անգամ։ 3-ից ընդհանրապես։ Մի ժամ, այո, մի ժամ բարաբար։ Աշխատանքից հետո, երեկոյան ժամերին։ Այո, երեկոյան եւ նույն ժամանակ առավոտներ աշխատանքից առաջ։ Ես իրականում որ կտամ երեկոյան ժամերին աշխատանքից հետո վստահեցնում եմ մի ասեք որ վաղ այնքան հոգնած եմ, չեմ կարողանում միաժամանակ դուք այստեղ ոչ միայն կալորիաներ կծախսեք, այլ նաև կհանգստանաք եւ արդեն շատ ավելի հանգիստ կգնաք տուն, կամ կարող եք գնալ տուն հետ գալ, բայց երեկոյան ժամերին մարզվելը դրանք միշտ հավարվում է շատ ավելի էֆեկտիվ եւ իհարկե խմբային մարզումները ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր են անցնում։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, դիտեք մեր հաղորդումը ու փորձեք դառնալ նրանց պես։ Շարունակում ենք մեր հաղորդումը արդեն համեղ եւ օգտակար հատվածով, որտեղ ինձ այսօր օգնելու են մեր շեֆ խոհարարը Նարեկ Հայրապետյանը եւ իհարկե մեր էնդոկրինոլոգը Նարինե Բեգլարյանը խորհուրդներով ղեկավարելու է ինձ թվում է եւ ինձ եւ Նարեկին եւ իհարկե լիքը լավ խորհուրդներ տալու ձեզ բոլորին։ Հիշեցնեմ, որ մենք ունենք շատ լավ գործընկեր, Էնլնոր ապրանքանիշն է, որն առաջարկում է նորույթ, հալած բուսական խառնուրդ, այն նպաստում է երեխաների մտավոր զարգացմանը, դեպրեսիայի ու սթրեսի հաղթահարմանը եւ դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա։ Իսկ այսօրվա թեման այսօր թանապուրն է։ Ընդհանրապես թանապուր ասածը շատերը գիտեն, բայց տարբեր ձևերով են պատրաստում, տարբեր Նարեկը այո, այսօր մենք կիմանանք, թե ինչ է իրենց ներկայացնում թանապուրը ըստ Նարեկի եւ Նարինեի, հենց այդպես էլ ուզում։ Այսուհետև մենյուների մեջ կխնդրենք որպես Նարեկի եւ Նարինեի թանապուր։ Համաձայն եք։ Իհարկե։ Վրաց, մի անգամից հավասարվեց։ Նարեկ, մի քիչ թանկացրու, ասա, չէ, դրա համար հեղինակային իրավունքներ, այս կողմեն կողմ չունես այդպեսի բան, չէ, դու բարի տղա ես։ Նայինե դու։ Դուք էլ Նարեկը ասի։ Դուք դեմ չեք։ Եվ այսպես թանապուրը Նարինեի եւ Նարեկի։ Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի մածուն, թթվասեր, բլղուր 50 գրամ, ձու 1 հատ, բնականաբար մեր գործընկերոջ պատրաստած յուղը, առատ կանաչիներ, համեմ, թարխուն, մաղադանոց, կանաչսող, մեխուր։ Այսքան շատ։ Այո։ Դե հələ պատմեք տեսնենք։ Ու մասին, որի մասին։ Որից որ ուզում եք, սկսենք բուլղուրից օրինակի համար։ Հետո մենք բոլորի թանապուրի մեջ բլղուր լինի։ Ավանդական թանապուրը պատրաստում ենք ցորենով, ցորենի ծավալով, սակայն ի տարբերություն մեր թանապուրից ցորենի ծավալը մի փոքր ավելի դժվարամարս է, ով աղիքային խնդիր ունի, մի քիչ քնածություն է առաջացնում։ Այդ պատճառով մենք որոշեցինք այն փոխարինել բլղուրով։
Ըստ էության բլղուրը դա նույն ցորենի ծավալն է, ուղղակի եփած արդեն եւ ծեծված, մանրացրած։ Այդ առումով ավելի հեշտ է մարսվում, սակայն իր օգտակար հատկությունները բացարձակ չի կորցնում։ B խմբի հարուստ վիտամինային պարունակություն, C-ն, մանրաթելերը, սպիտակուցային սաստավը առկա է։ Մածունը, բլղուրը իրար հետ ոնց են այդպես համադրությունը։ Նորմալ, ինչպես եւ սովորական մեր սպասի մեջ, այնպես եւ այստեղ նույնպես այդ համադրությունը մարսողականությունը ավելի լավացնում է, մածունի օգտակարությունների մասին գիտենք, ինչպես է այն աղիների միկրոֆլորան լավացնում։ Եւ ուրեմն այս համադրությամբ ավելացնում ենք կանաչիների վիտամինային բումը։ Թարխուն, մաղադանոս, կանաչ, սոխ եւ նեխուր։ Սրանցից ձեր կարծիքով ամենակարևորը ո՞րն է։ Կարևոր թե օգտակար։ Ամենաօգտակարը ես նեխուրը առաջի տեղում կդնեմ։ Համային տեսակետից համեմը։ Այո։ Նարեկը շատ եմ սիրում, թե ամենահամեղն է։ Համ համեղն է, համ շատ եմ սիրում։ Իսկ Թարխունը Նարեկ թարխունի մասին տենց առհամարական չխոսես, այդ իմ սիրած կանաչին է։ Այո։ Եվ այսպես փաստորեն մի մասը ավելի շատ համային տեսանկյունից է կարևոր, մի մասը ավելի շատ օգտակարության տեսակետից առաջին տեղում այնուամենայնիվ նեխուր մաղադանոս։ Իրար հետևից։ Ինչն է այդքան լավ է նեխուրի ու մաղադանոսի մեջ, դե ասեք տեսնեմ։ Վիտամինային կազմն է շատ լավ, մանրաթելերի պարունակությունը, աղիների գործունեությունը լավացնելու համար, կալցիումի շատ մեծ պարունակություն կա, հատկապես նեխուրի մեջ։ Այդ առումով այն հաստատ առաջին տեղն է գրավում։ Համեմը ավելի շատ սիրում ենք, օրինակ ես էլ համային առումով ինձ համեմն է ավելի դուր գալիս, նամանավանդ թանապուրի մեջ համեմը նույնպես օգտակար է, նույնպես ամեն տեսակի վիտամինային պարունակությամբ եւ մանրաթելերի պարունակությամբ։ Մի խոսքով որ համադրում ենք հաստատ բոլորի օգտակար հատկություններից մեծապես օգտվում ենք։ Նարեկ, իրականում այսքան արագ չի պատրաստվում, չէ՞ ինչպես, որովհետեւ հիմա հեռուստադիտողը կմտածի, որ մենք 3-4 րոպեի ընթացքում կարողացանք թանապուր պատրաստել բնական պայմաններում 15 րոպե։ Բայց թերևս ավելի արագ, քան սովորական ձավարը, որտեղ ձավարը շատ երկար է եփվում, անգամ արագ եփվողը։ Ոչ այդքան, բայց որոշ Այսպես թանապուր պատրաստելու համար մենք օգտագործեցինք մածուն, թթվածեր, բլղուր 50 գրամ, ձու 1 հատ, առատ կանաչիներ, համեմ, թարխուն, մաղադանոս, կանաչ սոխ եւ նեխուր։ Ինչպես նաեւ մեր գործընկեր Էլնոր ընկերության կողմից տրամադրված հալած բուսական խառնուրդը, որը ի դեպ խորհուրդ է տրվում խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողներին եւ բնականաբար դրական ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա եւ ընդհանրապես մի քանի րոպե հետո այս շքեղ թանապուրը կլինի ձեր սեղանին եւ կապահովի ձեր բարձր տրամադրությունը եւ իհարկե առողջությունը։ Իսկ մենք մեր առողջությունը շարունակում ենք պահպանել արդեն հետևելով Բերանի Խորոչի անվտանգությանը Սոնատո ստամատոլոգիական կլինիկայում։ Մնացեք մեզ հետ։ Տետրացիկլինային ատամներ։ Այսօր խոսելու ենք հաճախ հանդիպող խնդրի մասին, որի բացատրությունը շատ ծնողներ չեն իմանում։ Խնդրեմ տեսեք, ունենք ատամներ, միանշանակ աչքի է ընկնում այն փաստը, որ ատամները ավելի դեղին են եւ սպეციფიկ դեղին են, այսինքն գույնը գնալով փոխվում է եւ պացիենտները հիմնականում գանգատում են էսթետիկ խնդրից։ Ինչու է առաջանում նմանատիպ խնդիր։ Գոյություն ունեն անտիբիոտիկների մի շարք, որոնք կոչվում են տետրացիկլինային։ Նմանատիպ անտիբիոտիկներ հաճախ լինում է, որ հարկավոր է լինում եւ օգտագործում են հղիները հղիության ընթացքում, ինչպես նաեւ տալիս են բալիկներին իրենց կյանքի առաջին տարիների ընթացքում։ Տետրացիկլինային անտիբիոտիկների կիրառման հետևանք որպես կարող են լինել հենց այս խնդիրը՝ տետրացիկլինային ատամներ։ Ինչ է հարկավոր անել։ Ցավոք սրտի նմանատիպ ատամները գունաբացել օգտագործելով օրինակ սպիտակեցումը շատ հազվադեպ է, որ հնարավորություն է տալիս գեղեցկացնելու եւ սպիտակեցնելու։ Որովհետեւ խնդիրը միայն արտաքին շերտի մեջ չէ, որ մենք հեռացնենք արտաքին շերտը կամ փորձենք այդ գունակը հանել ատամի մեջից։ Նմանատիպ դեպքերում օգտագործում են երեսպատիչներ կամ վինիրներ։ Դրանք կարող են լինել թե կերամիկական, կարող են լինել ինչպես նաեւ կոմպոզիտային պլոմբանյութից պատրաստված։ Իսկ ինչ անել, որպեսզի չլինի նմանատիպ խնդիրներ։ Իհարկե, եթե կարիքը կա եւ անխուսափելի է, դուք պետք է օգտագործեք այդ դեղամիջոցը։
Սակայն, եթե բժիշկը կարողանում է գտնել ձեզ փոխարինող դեղորայք, նշանակել ոչ տետրացիկլինային անտիբիոտիկներ, միանշանակ խորհուրդ է տրվում խուսափել այդ դեղերի օգտագործումից։ Միայն դեղերի օգտագործումը կարող է բերել տետրացիկլինային այդ դեղերի, տետրացիկլինային ատամների առաջացմանը։ Եղեք ինֆորմացված, մենք կօգնենք, որպեսզի լինեք առողջ։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ամփոփեմ նաև այսօրվա հաղորդումը, հիշեցնեմ, որ մեր գործընկերներն էին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, որտեղ աշխատում եմ ես ու իմ գործընկերները, մեր գործընկերն է IMAS կենտրոնը, միակ ռոբոտացված վիրաբուժական կենտրոնը, որտեղ հաշված ժամերի ընթացքում կվերականգնեն ձեր մազերը, մեր գործընկերը Bonfarm ընկերությունն է իր նյարդերը հանգստացնող non-stress միջոցով, որ ձեռք բերելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով, հիշեցնեմ նաև, որ իմ անձնական կոնսուլտացիաների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով, կարող եք գտնել մեզ Facebook-ում, ուղղել ձեր հարցերը եւ հիշել ամենակարևորը, մենք աշխատում ենք ձեզ համար։ Կհանդիպենք։